Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, մեծարգո փոխխոսնակներ, հարգելի գործընկերներ, ուզում եմ խոսել քննչական կոմիտեի հաղորդագրության վերաբերյալ, որի մասին երեկ այստեղ երկար խոսվեց։ Ամենայն հարգանքով բոլոր գործընկերներին եւ ընդհանրապես բոլորին։ Այս հացի առնչությամբ խոսողները քննչական կոմիտեի հաղորդագրությունը կամ չեն կարդացել, ինչը մեր հասարակության մոտ հաճախ է պատահում, կամ կարդացել են, բայց ցավոք սրտի այնքան էլ լավ չեն հասկացել։ Հացը կարևորվում է այն առումով, որ բացի հայերենի իմացությունից անհրաժեշտ է նաև որոշ իրավաբանական գիտելիքներ հաղորդագրությունը բաց պատկերացնելու եւ ընկալելու համար։ Մասնավորապես մի հատված եմ մեջբերում հաղորդագրությունից։ Անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև նրան խոշոր գումարներ տալու մեջ վրեժխնդիր լինելու շարժառիթներով նպատակադրվել է կյանքից զրկել ՍՎ-ին։ Հանցակազմի հատկանիշներից պարտադիր բացման ենթակա է, ի թիվս այնի, որ հանցագործության կատարման շարժառիթը մոտիվը, ինչը բացահայտված է հաղորդագրության տեքստում եւ ոչ ավելին։ Ինչ վերաբերվում է հաղորդագրության տեքստում նշված անձնական փոխհարաբերություններ բառակապակցությանը, այն առհասարակ չի ենթադրում սիրային կամ նմանատիպ կապ։ Ավելին, երկու կանայք կամ երկու տղամարդիկ կարող են ունենալ անձնական փոխհարաբերություններ, ինչը չի կարող մեկնաբանվել կամայականորեն։ Տվյալ դեպքում քննչական կոմիտեի հաղորդագրությունը մեկնաբանելով տպավորություն է ստեղծում, թե գործ ունենք կիսաբաց լուսամուտներ հաղորդման սյուժեի հետ։ Ավելին, քննչական կոմիտեն չի պնդել, թե այդ անձնական փոխհարաբերությունները ինչպիսին են, այլ ընդամենը բացահայտել է հանցանքի կատարման շարժառիթը, փաստել է, թե ԱԱ-ի կարծիքով դա է նրա պատկերացման մեջ։ Եվ ամենասարսափելին գիտեք որն է, հարգելի գործընկերներ, որ երեք ուր ա տիկին Խամոյանը, ստեղ չի։ Այս ամեն ինչի մեջ խլանում է, որ մարդ ա սպանվել, ժողովուրդ, մարդու կյանքից զրկելու պատվեր է տրվել, հաղորդագրության մեջ այդպես ասվում է, այդ ամեն ինչը ոչինչ եւ բոլորը խնդրու առարկա է դարձել անձնական փոխհարաբերությունները։ Մարդկային կյանքը ստորադասվել է ինչ որ անձնական փոխհարաբերությունները, որը բացարձակապես պետք է որևէ մեկին հետաքրքիր չլինի։ Ես ինչի համար եմ սա ասում։ Սա պարտադիր պիտի ասվեր, ասեմ ինչի համար, որովհետեւ դուք նորից ձեր ճաշակով բերեցիք շահարկման առարկա դարձրեցիք այն, ինչ որ ուզում էիք։ Որովհետև սխալ եւ կամայական մեկնաբանության պատճառով հասարակության մեջ թյուրին բննում առաջացավ։ Առաջնային դաշտ եկավ ինչ որ անձնական փոխհարաբերություններ, մարդը մահացել է, ոչ մեկին հետաքրքիր չի։ Հավիճ ուտեր։ Որևէ մեկը խոսեցիք այդ մասին։ Մարդասպանության մասին խոսք գնաց, չէ։ Նորմալ, մի րոպե։ Մի խանգարեք։ Եվ պարտադիր շահարկման առարկա պիտի դառնալ ազգային ժողովում։ Բայց ինչու եմ այս մասին խոսում, որովհետև հիմա անալոգիաներ պիտի տանեմ։ Այսպես է կարել եւ անում տարիներ շարունակ բոլոր հարցերի վերաբերյալ, տարբեր հնարքների եք դիմում բուն խնդիրը թաքցնելու համար եւ ձեր ճաշակով, ձեր քիմքին հարմար, ձեր ուզածը բերելով եւ այստեղ եւ այլ տեղեր դարձնելով շահարկման թեմաներ։ Օրինակներ եմ բերում, Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած քննարկում վերածվել է հայրենասերի եւ դավաճանի երկխոսություն։ Ձեր ճաշակով հայրենիքի եւ պետության քննարկումը դարձրել եք հայրենիքը սիրողի եւ չսիրողի երկխոսություն։ Էլի ձեր ճաշակով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը դարձրել եք դավաճանի եւ հողպահողի երկխոսություն։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանի բացումը դարձել է լոկ տնտեսական վտանգների մասին երկխոսություն։ Սահմանադրական փոփոխություններն այսօր կնքեցիք վերջնական պեչատնել դրեցիք, դարձրեցիք Ալիևյան սահմանադրության փոփոխություն։ Կտրիչ Ներսիսյան ասելը ստորադասել եք հոգևորականի կուսակրոնության ուխտը խախտելու եւ զավակ ունենալուն։ Հարգելի գործընկերներ, դադարեցրեք խաթարել նիստի բնականոն ընթացքը, շարունակեք տիկին Դավոյան։ Որը դարձրել եք եկեղեցին կործանելու մասին երկխոսություն։ Առաջնայինը երկրորդականից չտարբերելը։ Եթե ձեր
Չէի անդրադառնալու երկար, բայց ասեմ, եթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է։ Եթե նորմալ է, ընդունեք, եկեք, ստեղից ասեք, այո, մեր երազանքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ինչ սոցիալական երաշխիքներից կարող է օգտվել պետության տրված, եկեք դրա շուրջը մտածենք, դիմենք նամակով Արսեն Թորոսյանին, ասենք, պարոն Թորոսյան, ինչ անենք, որ այս մարդուն նաև օգնություն ցուցաբերենք, որպես բազմազավակ հայր, բախի չեք խփում, ինչի չեք խփում բազմազավակ հոր պահով։ Այդ ճիշտ է դրա համար։ Մենակ այն անձնագրի մեջ, որ անունը փոխել է, այդտեղ ձեր քիմքին հաճելի չի, անձնագիրը, թուղթը, բարաթը, այնտեղ բանա գրած, ով ուզի անունը կփոխի։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պատկերք չկա։ Ով ուզի անունը կփոխի։ Որևէ մեկ ասել է, որ ինքը չի կարող դառնա, օրինակ Ֆրիդրիխ II։ Ոչ միտեղ չկա տենց բան։ Մեծ մարդն էլ դարել է Գարեգին II կամ B, չգիտեմ։ Բայց մարդը կտրիչ Ներսիսյանը։ Սրանք մի քանի ցցուն օրինակներ են։ Այն մասին։ Հարգելի գործընկերներ, դադարեցրեք խաթարել նիստի բնականոն ընթացքը։ Արդեն անլուրջ է։ Սրանք մի շարք ցցուն օրինակներ են, որոնց մասին կարող ենք խոսել անվերջ։ Ընդդիմությունը 2018 թվականից իրեն հատուկ աճպարարությամբ հասարակության համար տարբեր թեմաներից վերցնելով զգայուն հատվածները բերում է այս դահլիճ, իր սատելիտ մամուլի օգնությամբ դարձնում օրակարգային հարցեր եւ տարբեր հնարքներով, միմիկաներով, ժեստերով, դերասանական տաղանդով, խոսքի տոնայնություններով ազդում մարդկանց զգացմունքների վրա, որի արդյունքում միակ բանը, որ դուք միակ նպատակը, որ հետապնդվում է, դա ճշմարտությունը թողնել մի մութ անկյունում եւ բանը խփել։ Այսպես խփեցինք ամեն ինչ, պարզվեց կաթողիկոսն էլ բազմազավակ չի, դարձավ սուրբ, սրբադասվեց։ Էդ եք դուք, էդ պրիմիտիվ, պարզունակ, ամոթ է, շնորհակալ եմ։ Հայկ Գոնջորյան, նախապատրաստական